Բարև սիրելիներս, այսօր կընթերցենք Հովհաննես Թումանյանի «Կռնատ աղջիկը» հեքիաթը։ Սկսեցինք։ Ժամանակով լինում են, չեն լինում, մի քույր ու մի աղբեր են լինում։ Քույրը այնքան սիրուն, այնքան շարմաղ է լինում, ինչպես լուսի կտոր, անունն է Լուսիկ։ Աղբերը պսակվում է, կնիկ է բերում։ Աղբերը ամեն կերպ աշխատում է ուրախ պահի քրոջը։ Մին տուն է գալիս հետը ծաղիկ է բերում նրա համար, մյուս օրը միրգ, մի ուրիշ անգամ հագուստ։ Եվ Լուսիկը մնում է միշտ բարի, գեղեցիկ ու սիրված ամենքից։ Հարսը նախանձից քիչ է մնում տրաքի, մտածում է ինչ անի, ոնց անի, որ մեջտեղից կորցնի Լուսիկին։ Մտածում է, մի օր էլ երբ մարդը տանից դուրս է գնում, վեր է կենում, տան կարասին, աման-չամանը իրար գլխով է տալի, ջարդում ու գնում ձեռները ծոցին, դռանը կանգնում մինչև մարդու գալը։ Որ տեսնում է մարդը գալիս է, սկսում է լաց լինել։ Այ, ասում է, էս էլ քո սիրած քույրը, տանը ինչ ունեինք, չունեինք ջարդեց։ Բան չկա, այ կնիկ, դրա համար ինչու ես լաց լինում, այդ բոլորն առնելու բաներ են, աման է, կոտրեց նորը կառնենք, բայց Լուսիկի սիրտը որ կոտրենք, հետո ինչ անենք։ Կինը տեսնում է, որ էս մինը չեղավ, մյուս անգամ երբ մարդը դուրս է գնում, նրա սիրած ձին տանում է քշում, կորցնում ու գալիս ձեռները ծոցին, կտերը կանգնում, մինչև մարդը ետ է գալի։ Այ, ասում է, էս էլ քո սիրած քույրը, քո են լավ ձին դուրս է արե կորցրել, մեզ էսպես տնաքանդ է արե։ Մարդը ասում է, բան չկա, ձի է, կորել է, կաշխատեմ մի ուրիշ ձի էլ կառնեմ, բայց հո չեմ կարող մի ուրիշ քույր առնել։ Չարկինը տեսնում է, որ այս անգամ էլ զուր անցկացավ, ավելի է կատաղում, իրեն ուտում։ Մի գիշեր էլ քնած ժամանակը իր երեխին օրորոցումը մորթում է, առնոտ դանակը թաքուն դնում քնած Լուսիկի գրպանը։ Գիշերվա մի ժամանակը մազերը շաղ է տալի, երեսը պոկում, ճչում, ծղրտում։ Վայ, երեխես, տանեցիք վեր են թռնում, տեսնում երեխեն օրորոցումը մորթած։ Մնում են սարսափած, սասանած կանգնած։ Էս ով կլինի, ով չի լինի։ Հարսն ասում է, էլ ով պետք է լինի, էս տունը մեզանից բացի հո էլ ուրիշ մարդ չի մտել, ման գանք ում գրպանում առնոտ դանակը գտնենք նա կլինի։ Համաձայնում են, ման են գալի ու առնոտ դանակը հանում են Լուսիկի գրպանից։ Մնում են քար կտրած, բայց էլ ինչ։ Էս էլ քո սիրած քույրը ճչում է Չարկինը ու երեսը պոկում, երեխես, առավոտը Լույսի հետ աշխարհքով մին լուրը տարածվում է, ժողովուրդը վրդովում է, դատաստան է պահանջում, մայրը լալիս է, դատաստան է պահանջում ու գեղեցիկ Լուսիկին քաշում են դատաստանի դուռը, դատում են, վճռում կռները կտրում են ու այսպես կռնատ տանում հեռացնում, կորցնում են հեռու անտառներում։ Այսպես կռնատ մենակ թափառում է Լուսիկը անբնակ անտառներում։ Շատ թափառելուց թփերն ու փշերը հագի շորերը տանում են, մնում է տկլոր։ Մոծակներն ու մժեղները կծոտում են, ձեռ չի ունենում թե քշի, մտնում է մի ծառի փչակ։ Օրերից մի օրը թագավորի տղեն էս անտառը որսի է գալի։ Որսի շները անտառում էս ու այն կողմն են ընկնում մի ծառի շրջապատում ու սկսում են հաչել։ Թագավորի տղեն իր հետի մարդիկը մտածում են, թե շները երևի գազանի հետքի վրա են ընկել կամ որջ են գտել ու սկսում են շներին հիս անել։ Հիս մի անիլ ինձ վրա, թագավորի որդի, ձենը տալի աղջիկը ծառի փչակից։ Ես մարդ եմ, գազան չեմ։ Թե մարդ ես, դե դուրս արի, չեմ կարող, մերկ եմ, ամաչում եմ։ Թագավորի տղեն ձիուց իջնում է, վերարկուն հանում տալի իր մարդկանց, որ տանեն գցեն աղջկա վրա։ Վերարկուն տանում են, գցում են աղջկա վրա, դուրս է գալի մի սիրուն, մի աննման աղջիկ, որ ոչ ուտես, ոչ խմես, կանգնես ու մտիկ անես։ Թագավորի տղեն հայիլ-մայիլ է մնում։ Ով ես դու սիրուն աղջիկ, ինչ ես շինում ես անտառում, ինչու ես մտել ես ծառի փչակը։ Ես մի այսպես աղջիկ եմ, աշխարհքում մի աղբեր ունեմ, բայց աղբերն էլ է ինձ թողել, աշխարհքն էլ։ Աղբերդ էլ է քեզ թողել, աշխարհքն էլ, բայց ես չեմ թողնիլ, ասում է արքայորդին ու առնում է Լուսիկին տանում իրենց տունը։ Տանում է իրենց տունը, հորն ու մորը հայտնում, թե պետք է պսակվի նրա հետ։ Թե սրա հետ կպսակվեմ, լավ, թե չէ, հո ինձ մի փորձանքի կտամ։ Հերն ու մերն ասում են, այ որդի, աշխարհի աղջիկները հո վերջացել չեն, թագավորների աղջիկներ կան, նազիր վեզիրների աղջիկներ կան, հարուստ, գեղեցիկ, այդ կռնատ, տկլոր, անտեր աղջիկն ով է, որ դու դրան ուզում ես։ Չէ, որ չէ։
Հերնումերը ճարահատված իրենց քաղաքի խելոք մարդկանց հավաքում են, մի խորհուրդ են հարցնում, թե ինչպես անեն իրենց որդուն այդ կռնատ աղջկա հետ պսակեն, թե չէ։ Խելոք մարդիկ ասում են. մարդու կնկաբախտը որ կա սրտիցն է, ձեր տղի բախտն էլ երևի այդ աղջիկն է, որ սիրտը կպել է դրան։ Աստված դրանց համար էլ այդպես է բարի տեսել։ Այս որ լսում են, հերնումերն էլ համաձայնում են, 7 օրը 7 գիշեր հարսանիք են անում, ու թագավորի տղեն ամուսնանում է գեղեցիկ Լուսիկի հետ։ Միաժամանակ անց է կենում, այս թագավորի տղեն գնում է հեռու երկիր։ Գնալիս տանը պատվիրում է, որ երբ կինը ծնի, իրեն տեղեկություն գրեն, պատվիրում է ու գնում։ Սրա գնալուց մի քանի ամիս անց է կենում, Լուսիկը ազատվում է, մի սիրուն շարմաղ ոսկեգանգուր տղա է ծնում։ Թագավորն ու թագուհին այնպես ուրախանում են, որ աշխարհքովը մին են լինում։ Աչքալուս են գրում, նամակը տալիս են Սուրհանդակին, ուղարկում են։ Դու մի ասիլ ես, նամակ տանողը գնում է ճանապարհին, հյուր է ընկնում Լուսիկի եղբոր տանը ու գիշերը մնում է նրանց մոտ։ Իրիկունը զրույց անելիս պատմում է, թե հապա այսպես մի բան է պատահել ու հիմի աչքալուսի թուղթ եմ տանում թագավորի տղին։ Չարհարսը այստեղ գլխի է ընկնում բանը, գիշերվա մի ժամանակ վեր է կենում, այս մարտի գրպանից նամակը հանում, կրակը գցում ու ինքը մի նոր նամակ գրում դնում տեղը։ Գրում է, թե հապա չես ասել, քու գնալուց ետը կինը ծնեց մի շանլակոտ բերավ, այսպես խայտառակվեցինք աշխարհքի մեջ։ Հիմի քեզ իմացնում ենք, գրի ինչ անենք, ինչ չանենք։ Սուրհանդակը այս նամակը տանում է տալի թագավորի տղին։ Կարդում է թագավորի տղեն ու շատ վշտանում։ Հորն ու մորը նամակ է գրում, թե իմ բախտն էլ երևի էդ է եղել, ինչ որ Աստված տվել է։ Իմն է, պահեցեք, կնկանս էլ մի թթու խոսք չասեք, մինչև ես գամ։ Գրում է նամակը տալի Սուրհանդակին ետ ղրկում։ Այս Սուրհանդակը վերադարձին գալիս է կրկին իր հյուրատուն ու էլի գիշերը մնում է նրանց մոտ։ Չարհարսը գիշերվա մի ժամանակն էլի վեր է կենում սրա գրպանից թագավորի տղի նամակը հանում, գցում կրակը, ինքը մի նորը գրում դնում տեղը։ Գրում է, թե իմ կինն ինչ որ ծնել է, իր ծնած շանլակոտը դոշիսը կկապեք ու դուրս կանեք, կկորցնեք, որ ես չգամ ու մեր տանը տեսնեմ, թե չէ ինձ մի փորձանքի կտամ։ Հերն ու մերն այս նամակը որ ստանում են, մնում են զարմացած։ Ասում են, «Էս ինչ բան է, ինքը բերավ մեր կամքին հակառակ հետը պսակվեց, հիմի էլ գրում է, թե դուրս արեք»։ Շատ են տխրում, շատ է մեղքները գալի, բայց ինչ որ գրել էր, պետք է կատարեին։ Բերում են, երեխեն կապում են մոր դոշիցը, լաց են լինում, օրհնում են ու իրենց տանիցը դուրս են հանում։ Երեխեն դոշիցը կապած Լուսիկը գնում է լալով։ Անց է կենում խորձորեր, մութանտարներ, անբնակ դաշտեր, ընկնում է մի անջուր ամայի անապատ։ Այս անապատում ծարավ, ջրչոր, գնում է, շատ է գնում, թե քիչ է գնում, շատն ու քիչ էլ Աստված գիտի, հասնում է մի ջրհորի։ Նայում է ջրհորի մեջը, աչքին թվում է, թե ջուրը մոտիկ է, կռանում է, թե ջուր խմի, երեխեն գրկից ընկնում է ջրհորի մեջը։ Ճչալով ջրհորի այս կողմն է թռչում, այն կողմն է թռչում, հանկարծ ետևից մի ձայն է գալի։ Մի վախիլ, աղջիկ ջան, մի վախիլ, հանի։ Ետ է նայում, տեսնում սպիտակ միրուքը մինչև գոտկատեղը մի ծերունի։ Ասում է, ոնց հանեմ, չեմ կարող, պապի ջան, ձեռներ չունեմ։ Հանի, աղջիկ ջան, ձեռներ ունես, մեկնի։ Լուսիկը կռները մեկնում է, ձեռները բացվում են ու երեխեն ջրհորից հանում է։ Ետ է դառնում, թե շնորհակալություն անի, տեսնում է ծերունի չկա, աներևութացել է։ Սրան այստեղ թողնենք իր երեխի հետ ու հիմի ումից տեղեկություն տանք։ Հիմի տեղեկություն տանք թագավորի տղիցը։ Թագավորի տղեն օտարությունից վերադառնում է, ամեն բան իմանում է ու էլ տուն չի մտնում։ Դռնիցը ետ է դառնում, գնում է աշխարհքի աշխարհ ման գա, որ իր կնկանն ու երեխին գտնի։ Գնում է ման է գալի, այս կողմը հարց ու փորձ, այն կողմը հարց ու փորձ, միտեղ պատահում է մի մարդու։ Բարի օր, Աստծու բարին, ուր առաջ բարի, իմ քրոջն եմ ման գալի։ Դե մին չլինենք, երկու լինենք, գնանք, ես էլ իմ կնկան ու երեխիս եմ ման գալի։ Ընկերանում են, գնում են ման գալի, մի տարի, 2 տարի, 3 տարի, ոչ տեղն են իմանում, ոչ տեղեկությունը։ Վերջը գալիս ես թագավորի տղեն մի մեծ ճանապարհի վրա քարվանսարայ է պահում, ընկերն էլ իր տուն ու տեղը իր կնկանը բերում է ու այնտեղ ապրում են, որ գուցե թե գնացող եկողից մի բան իմանան։ Մի անգամ այս քարվանսարի դուրն է գալի մի աղքատ կին իր փոքրիկ տղի հետ։ Թագավորի տղեն իր ընկերոջը ասում է.
Եկ ներս կանչենք էս աղքատ կնկանն ու երեխին, սրանք լավ հեքիաթներ են գիտենում ու լավ էլ պատմում են։ Հեքիաթ կպատմի, մենք էլ դարդի տեր մարդիկ ենք կլսենք, գիշերն անց կկենա։ Ընկերոջ կնիկն են կողմից հակառակում է, թե մենք հազիվ ենք տեղավորվում, դրանց որտեղ բերենք։ Թագավորի տղեն, որ շատ է խնդրում, ներս են թողնում ուրացկան կնկանն ու իր երեխին։ Մերը պատի տակին կուչ է գալի, երեխեն էլ կողքին։ Թագավորի տղեն ասում է. «Քուններս չի տանում, քուրիկ, հեքիաթից առակից կիմանաս, պատմի լսենք, գիշերն անց կենա»։ Ես ոչ հեքիաթ գիտեմ, ոչ առակ, պատասխանում է աղքատը։ Ես մի ճշգրիտ պատմություն գիտեմ, մի պատահած դեպք եւ շատ հետաքրքրական, թե կուզեք պատմեմ, լսեցեք։ Լավ այդ պատմի։ Ու աղքատ կինը սկսում է պատմել։ Մի ժամանակ մի աշխարհում լինում են չեն լինում, մի քուր ու մի աղբեր են լինում։ Աղբերը պսակվում է, կին է բերում, մի չար ու նախանձոտ կին։ Տանտիկինը այն կողմից բարկանում է, սկսեց գլխիցը դուրս տալ։ Այ կնիկ, ինչ ես ուզում, ինչու ես խանգարում, թող պատմի, նեղանում է մարդը։ Պատմի, քույրիկ, դու պատմի։ Աղքատ կնիկը շարունակում է իր հեքիաթը։ Քույրը մի գեղեցիկ ու բարեսիրտ աղջիկ է լինում, ամենքը սիրում են նրան։ Աղբերն էլ ամեն տուն գալով միշտ նրա համար մի բան է բերում, կամ ծաղիկ, կամ միրգ, կամ հագուստ, եւ կամ թե չէ մի քաղցր խոսք է ասում, նախանձում է չար հարսը, հնարքներ է մտածում, թե ինչպես անի, որ կորցնի գեղեցիկ աղջկանը։ Դե տեսեք ինչ է ասում էս անզգամը, կրկին մեջ է ընկնում տանտիկինը։ Այ կնիկ, ինչ պատահեց քեզ, թող լսենք, տեսնենք ինչ է ասում։ Դու շարունակի, քույրիկ, սրան ականջ մի դնի։ Աղքատը շարունակում է։ Հնարքներ է մտածում չար հարսը։ Մի օր տան կահկարասին է ջարդում ու դնում անմեղ աղջկա վրա, մյուս օրը մարդու սիրած ձին է բաց թողնում, կորցնում ու մեղադրում քրոջը։ Տեսնում է բան չի դառնում, վերջը իր երեխին օրորոցի մեջ մորթում է, դանակը դնում քնած աղջկա գրպանը։ Ձենդ կտրի լիր պանզգամ, ով է իմացել, որ մերն իր երեխին մորթի ճչում է տանտիկինը։ Ինչ ես ընդհատում, գոռում է մարդը կնոջ վրա, թող պատմի, չես տեսնում ինչ հետաքրքրական բան է պատմում։ Աղքատը շարունակում է։ Դատաստան են անում, կտրում են անմեղ աղջկա կռները ու այնպես կռնատ հալածում, կորցնում հեռու։ Հալածված թափառում է նա անծանոթ անտառներում։ Այն երկրի թագավորի տղեն օրերից մի օր որսի է դուրս գալի այն անտառները, գտնում է գեղեցիկ աղջկանը ու պսակվում նրա հետ։ Թագավորի տղեն հեռու երկիր է գնում։ Նրա գնալուց հետո կինը ծնում է մի ոսկեգանգուր երեխա։ Աչքալուսի նամակ են գրում հորը, նամակատարը ճամփին հյուր է ընկնում կռնատ աղջկա եղբոր տունը։ Չարհարսը գիշերը փոխում է նամակը, նոր նամակ է գրում թագավորի տղին, թեկու կնիկը ծնել է շանլակոտ է բերել։ Սուս հերիք էր, ինչ որ տակից գլխից դուրս տվիր, դուրս կորի գնա կատաղում է տանտիկինը։ Աղբեր կնկանը տասա հանգիստ կենա լսենք, տեսնում ես ինչ պատմություն է անում, խնդրում է թագավորի տղեն ընկերոջը։ Աղքատը շարունակում է։ Թագավորի տղեն կարդում է փոխած նամակը, վշտանում է, բայց էլի գրում է, որ պահեն մինչև ինքը կգա։ Նամակատարը վերադարձին կրկին հյուր է ընկնում նույն տունը։ Այս նամակն էլ է փոխում չարհարսը ու գրում է. Թե նամակը ստանալուն պես իր ծնածը կրծքիցը կապեցեք ու դուրս արեք իմ կնոջը։ Այս նամակը ստանում են թագավորն ու թագուհին շատ են զարմանում, շատ են ցավում, բայց ինչ անեն, կատարում են ինչ որ գրած էր։ Երեխին մորդոշից են կապում ու դուրս անում։ Այս որտեղից եկավ այս շունը աղաղակում է տանտիկինը։ Բավական էր գոռում են վրան մարդն ու թագավորի տղեն։ Պատմի քույրիկ, հետո աղքատը շարունակում է։ Հետո թագավորի տղեն տուն է գալի, լսում է ինչ է պատահել, ետ է դառնում, գնում է իր կնոջն ու երեխին ման գալու։ Պատահում է կռնատ աղջկա եղբորը, նա էլ դուրս էր եկել իր քրոջը ման գալու։ Ընկերանում են ու ման են գալի։ Շատ են ման գալի չեն գտնում։ Գալիս են մեծ ճանապարհի վրա մի քարվանսարայ են պահում։ Սուտ է ասում, գոչում է տանտիկինը, իսկ մարդն ու թագավորի տղեն ապուշ կտրած սպասում են վերջին, եւ աղքատ կինը հասնում է վերջին։ Սոված ու ծարավ թափառում է հալածված մերը իր ոսկեգանգուր երեխի հետ։ Վերջը աղքատը կլոր գալիս է հասնում այդ քարվանսարայի դուռը։ Աղբերն ու ամուսինը մեղքանում են, ներս կանչում, խնդրում են, որ մի հեքիաթ ասի իրենց համար։ Վայ, ուշաթափվում է տանտիկինը։ Լուսիկ ջան, միթե դու ես, վեր են թռչում թագավորի տղեն ու ընկերը։ Լուսիկ ջան, հա, ձեր Լուսիկն եմ ես, ահա իմ աղբերը, ահա իմ ամուսինը, ահա իմ ոսկեգանգուր երեխան եւ ահա չար հարսը։
Լեզվով չի պատմվել, թե ինչպես են ուրախանում ամենքը, որ իրար որոնում էին ու գտնում են վերջապես, իսկ չար հարսին կապում են կատաղի ձի ու պոչից ու բաց են թողնում արձակ դաշտերում, որտեղ այրունն է կաթում, այնտեղ փուշ ու տատասկ է դուրս գալի, որտեղ արտասուքն է թափվում, այնտեղ լիճ է գոյանում, այն լճի խորքում երևում է մի երեխա քնած օրորոցում, դանակը դրած գլխի տակին, ասում են, երևում է և մի վանք, այն վանքում չոքած է մի կին ու լալիս է, անվերջ լալիս է։ Ահա, սիրելիներս, այսպիսի հետաքրքիր հեքիաթ Հովհաննես Թումանյանի գրած։ Կհանդիպենք հաջորդ հեքիաթների ժամանակ, իսկ ձեզ առաջարկում եմ բաժանորդագրվել և սեղմել զանգակոճակը։ Ցտեսություն։